Առաջինի եթերում մանրամասներ են, բարև ձեզ, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Բարև ձեզ, պարոն Մինասյան։ Իրանի շուրջ երևի թե այսպես կարելի է բնութագրել այս պահին իրավիճակը, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, բանակցություններ, որտեղ չկա առաջընթաց եւ որոնց մասին ավելի շատ խոսվում է, որքան այդ բանակցությունները ընթանում են, հայտնի է, որ արտգործնախարարը առաջին ինչ որ նամակ է թողել ամերիկյան կողմին եւ վերադարձել է Թեհրան, իսկ հիմա այդ ինքը գտնվում է Սանկտ Պետերբուրգում եւ ես էլի եմ ասում, մենք չենք կարող վստահ լինել այդ տեղեկատվությանը, շատ է իդեպ տեղեկատվական արտահոսքերը եւ հոսքերը, որոնց ճշգրտության մասին կարծում եմ խոսելը ավելի նոր, թե բայց ԶԼՄ-ները հղում անելով ամերիկյան դիվանագետներին հայտարարում են, որ Իրանը Ամերիկային առաջարկել է գործարք, ըստ որի Օրմուզի նեղուցը պետք է փակվի եւ դիմացը բացվի, կներեք, բացվի եւ դիմացը ամերիկացիները համաձայնվեն միջուկային խնդրի քննարկումը տեղափոխել ավելի ուշ ժամանակահատված։ Ինչի մասին է այս ամենը խոսում եւ ըստ ձեզ որքանով է այս պահին հավանական ռազմական էսկալացիայի սցենարը, հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն դրա հետ մեկտեղ շարունակում են ավելացնել իրենց ռազմական ներուժը ծոցում։ Ну նախ պիտի նշենք, որ նույնիսկ բանակցությունների, ուղղակի բանակցությունների բացակայությունը դա նույնպես դիվանագիտական գործընթաց է եւ ընդհանրապես Միացյալ Նահանգները եւ Իրանը այս վերջի ամիսներին, հատկապես անցած տարվա հունիսյան ռազմական գործողություններից հետո մոտավորապես նույն այդ դիվանագիտական ոճն են իրական դիվանագիտական կոմունիկացիայի ոճն են իրագործում, այսինքն երրորդ երկրների միջնորդությամբ տարբեր մոտեցումներ են իրար ներկայացնում, որից հետո սպասվում է համապատասխան։ Այսինքն առևտուր է գնում։ Առևտուրի մեջ միշտ դա գնում է, ոչ միայն առևտուրը, այլ նաև բոլոր կողմերը օգտագործում են այն լծակները, որոնք որ ունեն։ Իսկ այս լծակները այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, ոչ բանակցություններ, ոչ բանակցությունների բացակայությունը այս этаպում կողմերը փորձում են օգտագործել այն լծակները, որոնք որ այս պայն ունեն։ Իրանը հասկանալի է դա Օրմուզի նեղուցի փակումն է եւ գլոբալ էներգետիկ եւ տնտեսական գործընթացների վրա ազդեցությունը Միացյալ Նահանգները նույնպես իր կողմից Օրմուզի նեղուցի փակումը, որի նպատակն է ծանրաբեռնել Իրանի նավթային արդյունաբերությունը, որովհետև Իրանը պարզապես արդեն ի վիճակի չի լինելու արտահանելու իր նավթը եւ իսկագնացնելու դեպքում դա կարա շատ լուրջ հետևանքներ ունենա այդ ամբողջ նավթային պաշարների վրա Իրանի այդ տեխնիկական նրբությունների մեջ չխորանանք, պլյուս շարունակվող նաև քաղաքական, տնտեսական, արդեն իսկ թվում է թե հումանիտար ճգնաժամը, ասենք, Պարսից ծոցի երկրներում գլոբալ հետևանքները մի կողմից, մյուս կողմից էլ նաև երկու կողմերն էլ պատրաստում են հնարավոր ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը, չնայած որ թվում է թե ոչ Միացյալ Նահանգները, ոչ Իրանը չեն ցանկանում էլի մտնել ռազմական գործողությունների նոր փուլի մեջ, որը որ նաև անկախատեսելի հետևանքներ կարող ունենա երկուսի համար։ Պարզ այստեղ կա նաև երրորդ դերակատարը Իսրայելը, որը որ նաև փորձում է շարունակել լարվածությունը եւ իր հարցերը լուծել Լիբանանում, ինչը որ նաև շատ զգայուն հարց է Իրանում եւ այս պահին մենք տեսնում ենք, որ շատ մեծ դժվարությամբ փորձում են այս հրադադարի ռեժիմը պահել, բայց նաև ուղղակի ինչ որ դիվանագիտական գործարքի հավանականությունը այս պահին դեռ հավանականությունը բավականին ցածր է։ Դիվանագիտական գործարք։ Պարոն Մինասյան, հասկանալի է, որ Իրանից հիմնականում տեղեկատվություն ստույգ չկա, որովհետև ինտերնետը անջատած է երկրում, մենք կարող ենք ծանոթանալ լավագույն դեպքում պաշտոնական տեղեկատվությանը, որը իհարկե պրոպագանդայի մաս է, բայց այնուամենայնիվ համադրելով տարբեր աղբյուրները ինձ մոտ տպավորություն է ստացվում, որ իրանական տնտեսության մոտ 2/3-ը ոչնչացված է, այսինքն ինքը չի աշխատում եւ չի կարող աշխատել, հաշվի առնելով նաեւ նավթային փաստացի էմբարգոն, իսկ այս պահին Իրանը լուրջ խնդիրներ ունի նավթի արտահանման հետ։ Հասկանալի պատճառներով այս պատերազմը առաջին հերթին
Թրամփի համար անձնական իմիջի հարց է, հաշվի առնելով, որ նոյեմբերին լինելու են միջանկյալ ընտրությունները, իսկ տնտեսական առումով ես նորից կարող եմ սխալվել, բայց ես չեմ կարծում, որ Իրանի եւ ԱՄՆ-ի խնդիրները այստեղ կարելի է նույնիսկ համեմատել։ Հիմա հարցս այսպիսինն է. Իրանի համար առնվազն պետք է ձգել մինչև նոյեմբեր, մինչև ընտրությունները լինեն միջանկյալ, բայց արդյոք Իրանը այդ հնարավորությունը ունի ձգել մինչև նոյեմբեր։ Ես նկատի ունեմ տնտեսական, որտեղ միջև այս պատերազմը իրենց վիճակը ահավոր էր 12 օրյայից հետո եւ այդ նոր տարուց հետո այդ բոլոր ցույցերը, սպանությունները, դրա վառ վկայությունները, իսկ հիմա վիճակը ընդհանրապես կարող է պատային լինել։ Ես ուղղակի փորձում եմ համադրել բոլոր տեղեկատվությունը։ Հիմա հարցս այսպեսին է. Իրանը կձգի մինչև նոյեմբեր թե չէ։ Եթե նույնիսկ հերթական ամերիկյան իսրայելական հարվածները չլինեն։ Գիտեք, ձեր հարցը իր նշանակությամբ առանցքային է այս կոնկրետ այս իրավիճակում իրանական ճգնաժամի զարգացման արդեն երկրորդ ռազմաքաղաքական այդ ամսվա ընթացքում եւ կարամ ասեմ, որ երևի թե իր նշանակությամբ այս բանը ավելի կարեւոր է, քան ասենք Իրանի հերթիրային կամ դրոնային պաշարների իրական, ասենք, վիճակը այս բան։ Բոլորին հասկանալի է, որ Իրանի տնտեսական, սոցիալական իրավիճակը բավականին դժվար է, սակայն ես համոզված եմ նաև Իրանի մասնագետները կարան հստակ պատասխան տան, թե խոսքը գնում է այդ ամիսների կամ օրերի մասին, արդյոք Իրանի, ասենք, հասարակությունը եւ պետական համակարգը իզորու են շարունակել եւ դիմադրել եւ ընդհանուր առմամբ նման դեպքերում մենք շատ հաճախ տեսնում ենք իրավիճակ, երբ որ հասարակությունները կարան ուղղակի ռազմական ճնշմանը կամ հարձակմանը դիմակայեն եւ դիմանան, բայց տնտեսական, սոցիալական այդ ճնշումը կարա ավելի լուրջ հետևանքներ ունել։ Այստեղ պարզապես խնդիրը նրանում է, որ մենք չգիտենք, թե Իրանի դեպքում այդ ժամկետները խոսքը գնում է շաբաթների, թե ամիսների, թե տարիների մասին, որովհետև բացի ամեն ինչից նաև Իրանը նախորդ 47 տարվա ընթացքում ցուցաբերել է, որ Իրանի հասարակությունը այդ ամեն ինչին լավ կամ վատ ձևով դիմակայել է բողոքներով, ընդվզումներով եւ այլն, բայց դա գործում էր։ Այստեղ նաև պիտի մենք հաշվի առնենք մյուս կողմի այդ ժամանակի զգացողությունը, որտեղ խոսքը ոչ միայն նոյեմբերի մասին պիտի լինի, այլ ես ոնց հասկանում եմ, եթե այս իրավիճակում պահպանվի այս պատային իրավիճակը, ապա տնտեսական, էներգետիկ ազդեցությունը եւ գլոբալ մակարդակով եւ նաեւ Միացյալ Նահանգների ներսում բավականին լուրջ եւ բավականին ազդեցիկ կարող լինի, որտեղ նույն այդ նավթային շուկան դա իզոլացված շուկա չի, դա անդրադառնում է նաեւ ոչ միայն ասենք Չինաստանի կամ Հնդկաստանը, բայց դա նաեւ անդրադառնում է ասենք նավթի, նավթավառելիքի գներին Միացյալ Նահանգների ներսում եւ այստեղ Իրանը ոչ թե մինչեւ նոյեմբեր պիտի դիմակայի, այլ միգուցե մինչև մայիսի վերջ, հունիս, որտեղ այդ ազդեցությունը տնտեսագետների տնտեսագետների առումով, եթե այս իրավիճակը շարունակվի, ապա գլոբալ ռեցեսիան կարա նույնիսկ անդառնալ լինի, դա առաջինը եւ երկրորդը մյուս կողմից էլ նաեւ մենք պիտի չմոռանանք եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ նույն ձևով ոնց որ ասենք Իրանի այս ռեժիմը ցուցաբերեց ինստիտուցիոնալ խորություն եւ դիմակայության շատ լուրջ աստիճան, Միացյալ Նահանգներն էլ բավականին ինստիտուցիոնալ երկիր են եւ այստեղ խոսքը ոչ միայն արդեն կարա գնա Միացյալ Նահանգների ներկայիս նախագահի քաղաքական ապագայի մասին, այլ նաև Միացյալ Նահանգների որպես ռազմաքաղաքական գլոբալ դերակատար։ Եվ այդ դեպքում նաև նույնիսկ եթե պարզ լինի, որ նոյեմբերյան այս ընտրություններում հանրապետականները չհաղթեն, բայց Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարությունը կարա համարի, որ չսկսել կամ չշարունակել ռազմական օպերացիան այս պայմաններում ավելի ծախսատար կլինի, քան գնալ ինչ-որ կասկածելի դիվանագիտական ինչ-որ գործարքի։ Այստեղ մենք ուզում եմ ասեմ, որ պիտի հաշվի առնենք ոչ միայն արդեն իսկ նախագահ Տրամփի հետագա քաղաքական բախտը, որը որ
բարձր նոյեմբերից հետո ավելի սահմանափակված կլինի, այլ նաև Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական վերնախավի առաջնահերթությունները պահպանելու ռազմաքաղաքական անվտանգային գերակայունությունը Միացյալ Նահանգների, ինչը որ կարա ինչ-որ մի էտապում արդիականացնի և ակտուալիզացնի նաև ռազմական գործողություն վերսկսման վտանգը, ինչքան էլ չուզենան երկու կողմներն էլ, Միացյալ Նահանգները և Իրանը վերսկսել այդ ռազմական գործողությունները։ Քաղաքական իրականությունը կարող է պարզապես այլ տարբերակ չթողնի։ Պարոն Մինասյան, ես հասկանում եմ, որ դա շատ դժվար է պատկերացնել մանավանդ մեր երկրում, բայց արդյոք մենք կարող ենք բացառել մի սցենար, ներքաղաքական սցենար ԱՄՆ-ում, երբ այս ընտրություններից հետո Թրամփին կնշանակեն հենց նույն հանրապետական կուսակցության ներսում հիմնական պատասխանատու այս ամենի համար, այսպես ասած քավության նոխազ, կզորայացնեն այդ ամեն ինչը քաղաքական, ներքաղաքական առումով իրենց համար եւ կշարունակեն նույն քաղաքականությունը բոլոր սխալները վերագրելով բացառապես Թրամփին, երբ մենք բոլորս հասկանում ենք, որ ամերիկյան արտաքին քաղաքականությունը դա առնվազն միայն Դոնալդ Թրամփը չէ եւ որոշումները կայացնողը առնվազն ոչ միայն Դոնալդ Թրամփն է, այսպեսի սցենար դուք գիտեք, թե բարձր նրբություններ կան Միացյալ Նահանգների ներքին քաղաքականության հետ, բայց այստեղ կարծում եմ առանցքայինը այն է, որ խնդիրը ոչ թե մեղավորի նշանակելն է հանրապետական կուսակցության ներքաղաքական տեսանկյունից, որպեսզի հարցը այլ ապահովել այս ներկայիս քաղաքական էլիտայի շարունակականությունը եւ արդյոք դա կպահանջի մեղավորի նշանակել, թե դա կպահանջի ինչ-որ հետագա ինչ-որ այլ տեղում հեշտ հաղթանակի, որ կարա շեղի ուշադրությունը, օրինակ Կուբան կամ ինչ-որ այլ գործողություններ, ես դժվարանում ասեմ, բայց հասկանալի է նաև մի բան, որ այո, նախագահ Թրամփը շատ սպეციფიկ քաղաքական առաջնորդ է, բայց նաև իր թիմը այս մի տարվա ընթացքում ցուցաբերեց բավական հետաքրքիր նաև ունակություններ եւ այստեղ նույն այդ մարտիկ Վենսից միջև ասենք Ռուբիոն նաև կցանկանային իրանց քաղաքական շարունակականությունը ապահովել, իսկ ինչ ձևերով դա կդրսևորվի նաև կախված կլինի այս աշխարհակական զարգացումների հետագա ասենք ընթացքից դեռ նմանատիպ ինչ որ ճշգրիտ ասենք մեկնաբանություններ կանխատեսումներ երևի թե իմաստ չունի անելու, չնայած որ հասկանալի է, որ առնվազն հավանականությունը շատ մեծ է, որ նոյեմբերյան այդ ընտրություններից հետո անձամբ նախագահ Թրամփը բավականին կաշկադված կլինի շատ եւ շատ իր եւ արտաքին քաղաքականության եւ ինչու՞ չէ նաեւ ներքին քաղաքական նախաձեռնություններում եւ խնդիրներում։ Ինչպես արդեն ես նշեցի, Աբբաս Արաղչին, արտաքին գործերի նախարարը Իրանի, գտնվում է Ռուսաստանում եւ հատկանշական է, որ այնտեղ նա հանդիպելու է ոչ միայն գործընկեր Լավրովի հետ, այլ նաեւ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվ Պուտինի քարտուղար, մամուլի քարտուղար Սերգեյ Պեսկովը արդեն հայտարարել է, որ այդ հանդիպումը ունենալու է հատուկ նշանակություն հաշվի առնելով Իրանի եւ մերձավոր արևելքի շուրջ այսօրվա իրավիճակը։ Ըստ ձեզ ինչի հետևից է գնացել Արաղչին Ռուսաստան, եւ օրինակ մենք կարող ենք օրինակ, որպես օրինակ, այսպեսի գործարք ակնկալել, որ Իրանը կշարունակի Հորմուզը փակ պահել, ինչ բաներ ստանալով Ռուսաստանից, չգիտեմ ինչ, օրինակ զենք փոխարեն, այն նպատակով, որ Ռուսաստանը կարողանա շարունակել այս թանկ նավթային գների պայմաններում բավականին լուրջ խնդիրներ լուծել, օրինակ Ուկրաինայում, որովհետև Ռուսաստանը այս պահին մեծ փողերի կարիք ունի, իսկ որքանով ես հասկանում եմ, նավթը միջազգային շուկայում արդեն մոտենում է երկու անգամ թանկացել է համարյա։ Այսինքն այսպեսի գործարք կարող է լինել, օրինակ կամ միգուցե այլ գործարք, ասենք հասկանալի է, չէ, որ Արաղչին գնացել է Ռուսաստան ինչ-որ առաջարկություններով եւ ինչ կարող է ակնկալել այդ առաջարկությունների դիմաց։ Եվ առաջարկություններ եւ ինչ որ ասենք աջակցության եւ նաեւ դիվանագիտական մոտեցումների ասենք համակրկման մասին է խոսքը գնում առաջերտին եւ այստեղ ես պիտի հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հատուկ նաեւ այդ իրանական կողմի հերթական կոմունիկացիաների ընթացքում ընդգծել է, որ կողմերը պիտի գտնեն ինչ որ քաղաքական լուծում, որտեղ ռուսական կողմի համար նաեւ բացի նավթային գներից նաեւ շատ կարեւոր է պահպանել Իրանին որպես աշխարհակաղական
եւ Ռուսաստանի հանդեպ չափազանց դրական մոտեցումներ ունեցող դերակատար Մերձավոր Արևելքում։ Դա առաջինը։ Երկրորդը ես կասկածում եմ, որ ասենք Իրանը կարա Ռուսաստանից ստանա լուրջ զինամթերքներ, որոնք որ կարան ռազմատեխնիկական իրավիճակը փոխեն Միացյալ Նահանգների հակամարտության այս ֆոնի վրա, առաջինը հաշվի առնելով այն, որ այն ինչ որ Իրանին պետք պիտի լինի առաջերտին Ռուսաստանին է պետք Ուկրաինայի ռազմաճակատում եւ այս պայն ինչ որ կտրուկ ռազմատեխնիկական ունակությունները Իրանի համար կարա փոխի ոչ թե Ռուսաստանը, այլ Չինաստանը, բայց դա բնականաբար այլ քննարկումների եւ ռազմավարական գնահատականների հարց պիտի լինի, առավելևս հաշվի առնելով մայիսին սպասվող Տրամպի այցը Չինաստան։ Այստեղ ես կարծում եմ առանցքային այն է, որ Ռուսաստանը այո հանդիսանում է Չինաստանի հետ մեկտեղ միակ դերակատարը, որը որ հավասարապես կարա գոնե այս շրջանակներում խոսի Միացյալ Նահանգների հետ եւ մյուս կողմից նաեւ Ռուսաստանը նույնպես կարա որոշ չափով որպես միջնորդ հանդիսանա ուղակի Տրամպի հետ բանակցություններով եւ վերջինը չմոռանանք, որ նույն այդ միջուկային ծրագրի շրջանակներում Ռուսաստանը միշտ կարևոր դերակատարություն է խաղացել որպես միջուկային երկիր, որպես երկիր, որը որ նաեւ անմիջապես իրագործում է միջուկային խաղաղ ծրագրեր Իրանում Բուշեհրի ատոմակայանը եւ նաեւ որպես երկիր, որը որ որոշ շրջանակներում կարար հանդես գար որպես գարանտ նաեւ այդ Իրանի միջուկային ծրագրի ռազմական կամ խաղաղ այդ կոմպոնենտների համատեքստում այստեղ իսկապես Ռուսաստանի նշանակությունը Իրանի հետ ոչ միայն ռազմավարական եւ ոչ միայն ռազմաքաղաքական առումով պիտի մենք հաշվարկի այլ այն որ տասնամյակների ընթացքում Իրանի շուրջ միջուկային ծրագրերի այդ բանակցային գործընթացում Ռուսաստանը, Եվրոմիության, որտեղ որ նաև կարևոր դերակատարներ էին խաղաղում այն ժամանակ Եվրոմիության անդամ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները այդ շղթայում ինքը իսկապես ավանդական այդ դերակատարություն ունի եւ ես չեմ բացառում որ այստեղ նաեւ այդ իր միջուկային իներցիոն ասենք դերակատարի նշանակությունը նույնպես շատ կարևոր է եւ իրանցիների համար եւ ինչու՞ չէ նաեւ միգուցե ասենք նախագահ Տրամպի համար, որտեվ Ռուսաստանը այստեղ էլ կարա ինչ որ դիվանագիտական գործընթացում ներգրավվածության ինչ որ աստիճան ունենա։ Մի փոքր էլ պարոն Մինասյան խոսենք մեր տարածաշրջանի, մեր ներհայաստանյան, այդ թվում նաև խնդիրների մասին, որքանով ես հասկանում եմ այսօր մեր արտաքին հարաբերություններում եւ իդեպ երկրի ներսում երևի թե թիվ 1 խնդիրը դա երկաթուղին է, ավելի ճիշտ ռուսական կոնցեսիոն կառավարման տակ գտնվող երկաթուղին եւ նորից որքանով ես հասկանում տպավորություն կա, որ Ռուսաստանը չի ցանկանում կատարել ներդրումային պարտավորություններ, այն ինչի մասին խոսում է վարչապետ Փաշինյանը, այդ նոր գծերի կառուցումը, նոր ճյուղերի կառուցումը եւ չի ցանկանում վաճառել կոնցեսիոն պայմանագիրը այլ երկրների եւ այստեղ մենք կանգնում ենք լուրջ խնդրի առջեւ, որովհետեւ այդ բոլոր կոմունիկացիոն նախագծերը տարածաշրջանի վերաբացման, կոմունիկացիոն վերաբացման գալիս եւ հառնում են այդ կետում, հա, երկաթուղու այս խնդիրը որքանով է կարևորս ձեզ եւ արդյոք կան լուծումներ։ Այդ խնդիրը կարևոր է, այդ խնդիրը ունի իր բացատրությունը շատ լավ հասկանալի ինչի Ռուսաստանը այդ դիրքորոշումը ունի, որտեվ կարծում եմ, որ այս կամ այն ձևով կարա տրիպի կամ տրիպի հետ կապված այդ նախագծերի մեջ ներգրավվածություն ունենա, բայց դեռ ես նաև բացի այդ ոնց որ Ռուսաստանի գործոնի ներգրավվածությանը նաև պիտի նշենք, որ նաև Իրանի շուրջ այդ զարգացումները կրկին արտահայտում են տրիպի իրագործման եւ հավանականությունը եւ հնարավորությունները եւ ռիսկերը եւ այստեղ թվում է թե Ռուսաստանը փորձում է օգտագործել այս գոնե տեսականորեն թվացial ավելացրած անվտանգային ռիսկերը, որոնք օրինակ գալիս են Իրանից, հաշվի առնելով Միացյալ Նահանգներ Իրան ներկայիս ֆոնը եւ փորձում է այդ ֆոնի վրա նաեւ իր ներգրավվածության գինը կամ լծակները ավելացնի, ինչը մյուս կողմից նաեւ դժվարացնում է ոչ միայն Միացյալ Նահանգների հետագա կեցվածք այս հարցում կամ ասենք
Ադրբեջանի կամ Թուրքիայի հասկանալի պատճառով, այստեղ նաև դժվարանում է այլ արտաքին տեսական դերակատարի նշանակությունն ու գործողությունների ճկունությունը Եվրամիության, որտեղ այստեղ նաև խնդիրը առաջանում արդյոք տրիպը, եթե ինչ-որ Ռուսաստանի ներգրավվածություն մնա, այդ ու նաև երկաթգծի հետ կապված, հնարավոր է սիներգիա գտնել, ասենք միջին Միչանսկի հետ, եվրոպական այլ, ասենք հաղորդագրության ծրագրերի եւ պրոյեկտների հետ, այն ֆոնի վրա, որ ուղղակի հակադրությունը եւ հակամարտությունը Եվրամիության եւ Ռուսաստանի միջև ավելի բարձր է, քան նույնիսկ այս պահին Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի։ Այստեղ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնք որ բնականաբար նաեւ կարևորվում են եւ մեր տարածաշրջանային համատեքստի եւ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական այս գործընթացների, այդ թվում նաեւ ընտրությունների ֆոնին, բնականաբար դա ավելի եւ ավելի ուժեղացնում է եւ նյարդայացնում է ներքաղաքական զարգացումները հունիսի 7-ի ընտրությունների համատեքստում, բայց մյուս կողմից նաեւ համապատասխան լուծումների անհրաժեշտության նշանակությունն ավելանում, այսինքն այս ավելի բարդացող տարածաշրջանային, ասենք, համապատկերում Հայաստանի իշխանությունները, Հայաստանի քաղաքական ուժերը պիտի նաև փորձեն հասկանալ, թե ամենաանվտանգ տարբերակները որոնք են եւ արդյոք կա անվտանգային տնտեսական կամ քաղաքական սիներգիա տարածաշրջանում, թե ոչ։ Պարոն Մինասյան, ձեր վերջի նախադասությունը շատ հետաքրքիր է եւ շատ կարեւոր է, ես անդադ այդ մասին խոսում եմ։ Ըստ ձեզ, Հայաստանի համար այսօր անվտանգության ապահովումը առաջին հերթին դա ռազմական միջոցներ է, թե տնտեսությունը։ Դա քաղաքական է, որովհետեւ մեջ ներառում է եւ տնտեսականը եւ ոչ միայն քաղաքանը, ասենք այտենց անվտանգային ավելի բարձր է, իր մեջ ներառում է նաեւ աշխարհակաղակականը, բայց աշխարհական մեզ հետ կապված չէ, այսինքն աշխարհակական այն գլոբալ գործընթացները, որոնց որ այս այն ինչ որ մեզ հետ է կապված, մեզ հետ, զուտ մեզ հետ։ Այդ ինչ որ մեզ հետ կապված է, իր վրա նաև այդ գլոբալ գործընթացների ազդեցությունը կրում։ Դրա համար ես կարծում եմ, որ այս պահին մեզ համար չափազանց կարևոր այս անվտանգության քաղաքական բաղադրիչը, սիներգետիկ, որովհետեւ մեջ եւ տնտեսականը ներառում է տնտեսականը, նաև ներքին տնտեսական կայունության եւ սոցիալական զարգացման էլեմենտներ իր մեջ կարա ներառի, կարա նաև կոմունիկացիոն այդ գործընթացների ներգրավվածությունը իր մեջ ներառի, որտեղ հասկանալի է, որ տնտեսական համագործակցությունը մեր տարածաշրջանում եւ Հայաստանի հետ կապված, դու չես կարա բաժանես այն կոմունիկացիոն նախագծերի հնարավորություններից, զարգացումներից եւ վտանգներից։ Դուք նշեցիք, որ Ռուսաստանի դիրքորոշումը հայկական երկաթուղու մասով, կոնցեսիոն պայմանագրի մասով պայմանավորված է թրիփ մասնակցության ակնկալիքով, եթե ես ճիշտ ես հասկացա։ Դուք կարծում եք, որ ԱՄՆ-ն կարող է այս ուղղությամբ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ։ Գիտեք, ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը բանակցելով գլոբալ քաղաքացիական տարբեր հարցերի շուրջ կարան նաև, ինչու՞ չէ, նաև միգուցե արդեն իսկ որոշ չափով քննարկումներ ունեցել նաև տրիպի հետ կապված, առավել եւս չմոռանանք, որ տրիպի առանձնահատկությունն այն է, որ ինքը նախատեսվում է, որ անցնի Իրանի հյուսիսային սահմանով եւ հաշվի առնելով այն գլոբալ հակամարտության ֆորմատը, որը կա Միացյալ Նահանգների, Իրանի եւ այլ դերակատարների ներգրավությունը, դա նույնպես կարա դարձնի տրիպը որպես քննարկումների թեմաներից մեկը Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջեւ։ Կա նաև վարկած, որը բացատրում է ռուսական այս բավականին կոշտ դիրքորոշումը, որ Ռուսաստանը իրականում շատ ավելի պարզունակ է եւ իրենց պահում են շանպես, որը նստած է խոտի վրա եւ ուղղակի խանգարելու է տրիպին, որովհետեւ տրիպը դա մի պրոյեկտ է, մի գործընթաց է, որը հասկանալի պատճառներով իր հիմքում ունի երևի թե առաջին հերթին Ռուսաստանի իզոլացիան խորացնելու նպատակը։ Բնականաբար դա էլ ռազմավարական կեցվածքի էլեմենտներից կարող լինի։ Ռուսաստանը ոչ միայն
կոմունիկացիոն ծրագրերի համատեքստում, այլ նաև տարածաշրջանային հակամարտությունների կառավարման կամ չլուծման ձևով նույնպես փորձում էր ազդել Հարավային Կովկասում եւ ոչ միայն Հարավային Կովկասում, այսինքն ձեր նշած այս ռազմավարությունը ինքը ունի տրամաբանությունը նաև եթե դու ի վիճակի չես ներգրավելու կամ մաս դառնալու այս պրոյեկտերին, առնվազն կա ասենք տրամաբանություն բոլոր հնարավոր եւ հասանելի մեթոդներով դժվարացնել, կասեցնել կամ կանգնեցնել նման գործընթացները։ Ռուսաստանի հետ ամեն ինչ պարզ է, կարծես թե լավ, մենք ինչ անենք այս վիճակում, այս խնդիրը այն խնդիրներից է, որը կարծում եմ երկրորդ կարծիք չի կարող լինել այստեղ, պետք է լուծվի, որովհետև դա է պահանջում Հայաստանի Հանրապետության ռազմավարական ազգային շահերը։ Ինչ լուծումներ կարող են լինել ըստ ձեզ։ Լուծումները կարող լինեն օրինակ ավելի լայն ինչ-որ սիներգիա համագործակցության ֆորմատների քննարկում այլ դերակատարների հետ, ներառյալ Եվրոմիությունը, միգուցե ինչ-որ մի этаպում հնարավոր կլինի նաև հաշվի առնելով անվտանգային խնդիրները կամ առաջնահերթությունները Իրանի նույնպես այդ հանգամանքը ասենք նույն ձևով քննարկել, բայց այս պայն ինձ համար տեսանելի հեռանկարներից մեկը կարող լինեն Եվրոմիության Միացյալ Նահանգների ավելի ակտիվ եւ կոորդինացված ասենք համագործակցությունը տարածաշրջանային հաղորդագրության կոմունիկացիոն այս գործընթացների հետագա զարգացման տեսանկյունից։ Դուք ձեր խոսքում հպանցիկ նշեցիք այդ թեմայի շուրջ, ես նաև կուզեի մի փոքր խորացնեինք այդ հատվածը, որ սիներգիան դուք կոնկրետ, եթե կոնկրետացնեք, նկատի ունեք միջին միջանցք, թրիփ, Եվրամիության շահը այստեղ որն է եւ ինչպես այդ սիներգիան առարկայացնենք, որպեսզի դա աշխատի նաև մեզ համար։ Միջին միջանցքի, որ հանդիսանում է Եվրոմիության կողմից առաջ քաշվող շատ կարևոր կոմունիկացիոն պրոյեկտ, հնարավոր տնտեսական եւ կոմունիկացիոն սիներգիան տրիպի հետ մի կողմից կավելացնի եւ կհեշտացնի նաեւ միջին այդ միջանցքի գործունեությունը, հնարավորությունները ծավալը Եվրոպայից դեպի Միջին Ասիա, մյուս կողմից նաեւ այդ գործընթացները կարծում եմ նաև կարան որոշ չափով սիներգիա ստանա ոչ միայն տարածաշրջանային համատեքստում, այլ նաև Հայաստան ներսում, նույն այդ տրիպի եւ միջին միջանցքի սիներգիան, ասենք Հայաստանի հյուսիս-հարավ այդ կոմունիկացիոն նախագծի հետ, որի մեջ, գիտեք, ներգրաված է նաև որոշ չափով Եվրոմիությունը եւ որոշ ծրագրեր նաև անմիջապես ֆինանսավորումը։ Նաև մի փոքր պարոն Մինասյան խոսենք Երևանում կայանալիք բավականին լուրջ միջոցառումների մասին, մայիսի 3-ին, 4-ին, 5-ին Երևանում կկայանա Եվրոպական համայնքի 8-րդ համաժողովը, կկայանա Հայաստան ԵՄ սամիթը, Երևան դայալոգը, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայի նախագահն է գալու ռազմավարական հերթական ռազմավարական պայմանագիրն ենք ստորագրում այս անգամ Ֆրանսիայի հետ։ Հարցս այսպիսին է. Ինչ պետք է մենք անենք եւ արդյոք մենք ունենք հնարավորություններ, որպեսզի այս բոլոր միջոցառումները մեզ համար չլինեն ուղղակի միջի հարց, հա, մենք չողջունենք այդ ամենը, միգուցե նաեւ դա ծառայեցվի ներքաղաքական նպատակներին, բայց մենք ունենանք պրակտիկ գործընթաց այս ամենի, գոնե պրակտիկ գործընթացի սկիզբ, որը ուղղված է լինելու Հայաստանի Հանրապետության շահերի իրականացմանը, օրինակ հստակ տնտեսական ծրագրեր, Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ, որտեվ ամեն օր չէ, էլի, որ այդ բոլորը գալիս են, եթե չեմ սխալվում, 40 պատվիրակություն է Հայաստան գալու, եւ այս ամենը պետք է ինչ-որ կերպ առարկայացնել։ Ես գոնե այդպես եմ տեսնում այս խնդիրը, որովհետեւ այդ ամենը շատ լավ է, հերթական բաներն են հնչելու սեղանի շուրջ, հա, կենացները, ինչպես մենք սովոր ենք դա անել, բայց պրակտիկ առումով ինչ կարող է դա տալ մեզ եւ ինչ պետք է անել, որ այդ ամենը պրակտիկ առումով տա Հայաստանին ինչ-որ բան։
Ճիշտ է, այո, այս միջոցառումները ունեն նաև որոշ չափով ներքաղաքական հնչողություն, հասկանալի է, որ այս միջոցառումների հնչողությունը, նշանակությունը նաև կանդրադառնա հունիսի 7-ի ընտրական գործընթացների վրա կամ առնվազն նրանց ընկալումների վրա։ Իսկ պրակտիկ առումով պիտի նշեմ, որ հենց այս երկու միջոցառումների փաստը եւ դրանց այն որ իրանք տեղի են ունենալու Երևանում, դա արդեն իսկ քաղաքական առումով շատ մեծ նշանակություն ունի, որովհետեւ քաղաքականության մեջ մեսեջների ծավալը ուղղվածությունը չափազանց կարևոր են, բայց մյուս կողմից նաև պրակտիկ առումով շատ բան կախված կլինի նրանից, թե մենք մեր գործընկերներից եւ ինստիտուցիոնալ ֆորմատով Եվրամիության, ասենք, կառույցներից եւ եվրոպական առաջատար երկրներից մենք արդյոք կլսենք որոշ պատասխաններ կոնկրետ ինչ-որ առաջխաղացումների, կոնկրետ ծրագրերի, որոնք որ կարևոր կլինեն Հայաստանի սովորական քաղաքացու, սովորական ընտրողի, Հայաստանի հասարակական, քաղաքական շրջանակների, փորձագիտական հանրության համար, արդյոք մենք կունենանք ինչ-որ ավելի հստակ, ասենք, ժամանակային պատկերացումներ, ասենք, վիզա լիբերալիզացման գործընթացում, որտեղ որ չնայած որ մենք ունենք իսկապես լուրջ առաջընթացներ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանը կարա հույս ունենա, որ այդ գործընթացը այնքան կարա արագացնի, ինչքան որ մենք օգտագործելով Հայաստանի ներքին ռեսուրսները, մարդկային, ինստիտուցիոնալ կարանք դա անենք։ Այսինքն խոսքը ոչ թե 3-4 տարվա մասին գնա, այլ ավելի արագ 2-3 տարվա։ Արդյոք Հայաստանը կարա ոնց որ դա արդեն իսկ, ասենք, տեխնացու անդամ երկրներ, որոնք որ Մոլդովան է, Ուկրաինան է, կարա ստանա նույն եվրոպական ռոումինգին մտնելու հնարավորություն, որովհետև վերջով այս պահին թվում է թե Հայաստանը հանդիսանում է Եվրամիության համար միակ այն success story-ն, որտեղ որ այս հետխորհրդային երկրների անդամակցությունից հետո Եվրամիությունը լուրջ ցուցաբերել է լուրջ ներգրավվածություն, լուրջ առաջխաղացում եւ Հայաստանի եվրոինտեգրման գործընթացում եւ մյուս կողմից նաեւ կանգնած է շատ ավելի լուրջ հարց, թե արդյոք Եվրամիությունը կարա ցուցաբերի մեր տարածաշրջանում եւ Հայաստանի օրինակով, որ այն նորմատիվ արժեքային համակարգը նույնպես անգամ կարևոր է հաշվի առնելով Հայաստանի ներքին գործընթացների այս տրամաբանությունը, որը որ կարա նաև որոշ չափով գերադասի այն աշխարհական սահմանափակումները, որոնք որ կան Եվրամիության առջև եւ մեր տարածաշրջանում եւ ընդհանուր հետխորհրդային տարածքում։ Պարոն Մինասյան, հաշվի առնելով Եվրամիություն, Վրաստան հարաբերություններում փաստացի դադարը, հաշվի առնելով Եվրամիություն, Ադրբեջան հարաբերությունների նեղ էներգետիկ ուղղվածությունը, որքանով ես հասկանում եմ, իդեպ Ջորջա Մելոնի, Իտալիայի վարչապետը Հայաստանից գնալու է Ադրբեջան եւ հասկանալի է ինչ են իրենք այնտեղ խոսելու, հաշվի առնելով, որ Իտալիան այս պահին թիվ 1 Ադրբեջանից էներգակիրների գնողն է, բայց այնուամենայնիվ այդ ամենը հաշվի առնելով տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը Եվրամիության համար հիմա, այսպես ասած, այս տարածաշրջանում միակ հենարանն է, միակ տեղն է, որտեղ Եվրամիությունը ունի ազդեցություն եւ ունի հնարավորություններ, այսպես ասեմ, այդ ազդեցությունը օգտագործելով ձևավորել որոշակի քաղաքականություն ամբողջ տարածաշրջանում, այս տարածաշրջանում։ Հիմա այդ ամենը արդյոք Հայաստանին հնարավորություն չի տալիս կապիտալիզացնել դա եւ բերել ինչ-որ որոշակի օգուտ Հայաստանի համար, նույն եվրոպական ուղղությամբ, ձեր ասած լիբերալիզացիայի գործընթացում, ինչով ոչ ուղիղ տնտեսական ներդրումների, որոնք կարող է Եվրամիությունը, Եվրամիության երկրները անել Հայաստանում, այսինքն առարկայացնել այդ ամենը։ Ես նորից վերադառնում եմ այդ նույն թեմային, որտեղ ես կարծում եմ մեզ համար դա է ամենակարևորը այսօր եւ դա այն է, ինչը մեծ չափով կնպաստի մեր անվտանգության ապահովմանը նաև։ Գիտեք, ես կարամ վստահությամբ ասեմ, որ Հայաստանը այս պահին հաշվի առնելով եւ տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացները եւ Եվրամիության ներգրավվածության եւ հնարավորություններն ու սահմանափակումները Հայաստանը հանդիսանում է այնտեղը, որտեղ որ եվրոպական քաղաքական տարածքը սկսվում եւ ավարտվում է։ Սկսվում է
այն հնարավորություններով, որոնք որ նաև Հայաստանը ապահովում է մի կողմից իր ներքին այդ գործընթացների ռեֆորմաների Հայաստանում սկզբից առաջի դիտորդական առաքելության ստեղծմամբ այս պայն նաև երկրորդ դիտորդական առաքելությունն Հայաստանում ստեղծում ինչ որ աննախադեպ է նաև Եվրոմիության պատմության մեջ, երբ որ մի երկիր, որը որ չի հանդիսանում Եվրոմիության տեխնացու կամ անդամ երկիր միանգամից ունի երկու առաքելություն իր տարածքում, դա չափազանց կարևոր է։ Եվ այդ առումով այո, Հայաստանը արդեն իսկ հանդիսանում է եվրոպական քաղաքական տարածքի մի մաս, մյուս կողմից նաև ձեր նշված այդ բոլոր սահմանափակումները, սկսած նրանից, որ այո, եւ Թուրքիայով եւ Վրաստանով անմիջապես այդ եվրոպական խորհրդակցության ծրագիրը թվում է թե լիարժեք հնարավոր չի իրագործել, բայց քաղաքականությունը նաև դրանով առանձնանում այլ ոլորտներից, որ դու միշտ պիտի դժվար իրավիճակներում գտնես ինչ որ հնարավոր լուծումներ եւ վերջով նույն այդ եվրոինտեգրման եւ այդ ներքին համապատասխանատվության գործընթացը անպայման չի պահանջում ֆիզիկապես նույն սահմաններ ունել Եվրոմիության հետ։ Ժամանակը որ գա եւ Հայաստանը փորձի անի քաղաքական ընտրություն արդյոք ինքը իսկապես նախատեսում է դառնալ եւ դիմել այդ առումով եվրոպական կողմին, միգուցե այն ժամանակ նաեւ մեր տարածաշրջանային համապատկերը փոխվի եւ այս գործընթացները ավելի սահուն գնան, բայց այս պայն Հայաստանը փորձում է օգտագործել իր ունակությունները եւ նաեւ Եվրոմիության ասենք պատրաստակամությունը ավելի ներգրավել Հայաստանի միջոցով այնքան ինչքան որ այս շրջանակները եւ այս աշխարհակաղակական շատ դժվար եւ շատ բարդ ժամանակը հնարավորություն է տալիս։ Երբ դուք ասում եք պարոն Մինասյան, սկսվում եւ ավարտվում է եվրոպական քաղաքական տարածքը, նկատի ունեք տարածաշրջանում։ Հայաստանում, որը որ այս պայն իսկապես արտացոլում է միգուցե Եվրոմիության ամենատեսանելի եվրոպական քաղաքական ներկայությունը։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Մեր հյուրն էր քաղաքագետ Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջին եթերում, շարունակում ենք այն տեսակապով, մեզ Իսրայելից է միացել ռազմական փորձագետ Դավիթ Շարպը։ Приветствую вас, Давид. Давид, здравствуйте.
В ответ на продолжающуюся израильскую атаку на территорию Ливана генеральный секретарь Хезболлы Наим Касем, об этом стало известно совершенно недавно, заявил, что движение категорически отвергает возможность прямых переговоров с Израилем и не намерено обсуждать вопрос своего разоружения. И в то же время он обратился к властям Ливана с требованием фактически прекратить переговоры, отметив, что власти должны понимать, что их действия не принесут Ливану никакой пользы. Какие цели вот именно сейчас, на данный момент, преследует Израиль, израильская армия на территории Ливана, и о чем, на ваш взгляд, свидетельствует подобная реакция Хезболлы? Стоит отметить, что Хизбалла изначально не приняла условия перемирия в том виде, какое ее предложили Соединенные Штаты. То есть вроде бы и части приняли, и более того, они хотели передышки, но не приняли окончательно. Кстати, как и говоря, Израилю оказалось перемирие во многом навязанное, или прекращение огня, если вернее сказать, навязанное по большому счету американцами, тоже не очень выгодно. Дело тут было в том, что не то чтобы американцы остановили израильское наступление, к тому моменту уже несколько дней как вышли на примерно задуманные позиции, однако Израиль был заинтересован в том, чтобы реализовать свои преимущества в борьбе с Хизбаллой, именно продолжать наносить удары без ограничений по Хизбалле, а дальше действовать по ситуации. Возможно, решиться на продолжение наступления, возможно, нет, но иметь ту самую возможность реализовать значительные военные преимущества, которые у армии обороны Израиля присутствуют. Хизбалла хотела снижения давления, как и Иран, а с другой стороны, чтобы руки ее не были полностью связаны. И это мы, собственно, наблюдаем все последние дни, когда, несмотря на прекращение огня, которое подразумевает, например, отсутствие израильских ударов в глубине территории Ливана, какие-то масштабные передвижения и действия в режиме точечные, в режиме самообороны, Хизбалла усиленно атакует израильские силы в той буферной зоне, которая создана, и даже атакует израильскую территорию, собственно, но и делает воинственные заявления. На данный момент можно констатировать, что задачи Израиля лежат в политической и в военной плоскости. В политической плоскости это переговоры с Ливаном, и чисто теоретически есть желание добиться каких-то успехов на этих переговорах, касающихся разоружения Хизбаллы, а в отдаленном будущем что-нибудь вроде приближения к мирному договору. Проблема этих переговоров в том, что до сих пор ливанское правительство не показало своей дееспособности, в том числе в прошлый раз, когда оно объявило, я имею в виду после предыдущего прекращения огня, о разоружении Хизбаллы де-факто, состоявшемся в Южном Ливане, и взяло на себя обязательства, все это оказалось невыполненным и рассыпалось прахом, когда Хизбалла снова по решению Ирана присоединилась к боевым действиям, и Южный Ливан оказался отнюдь не демилитаризованным. Поэтому здесь, когда мы сейчас видим эти переговоры, здесь больше символизма, то есть сам факт переговоров, здесь желание порадовать американцев, а что поделать, нужно быть отзывчивыми к просьбам и требованиям президента Трампа, который очень немало помощи Израилю оказывает. Ну и, наконец, есть желание вбить более глубокий клин между ливанским правительством и Хизбаллой. И сегодня, например, во время нашей с вами беседы, незадолго до нее, стороны, это президент ООН и генсек Хизбаллы, объявляли друг друга, обвиняли друг друга ни много ни мало в предательстве. Ну а что касается военных интересов, то Израиля задача как можно больше ослабить Хизбаллу, то есть нанести ей как можно больше удар на данный момент, даже в режиме прекращения огня. Желание добиться понимания у американцев, что ситуация, когда у Израиля связаны руки, а боевые действия продолжаются вот так вот потихоньку, эта ситуация более выгодна Хизбалле, и толку от нее по большому счету нет, в том числе и американцам. То есть работа с Вашингтоном, изменение правил игры и максимальный ущерб Хизбалле, в идеале переговоры параллельно с боевыми действиями, а не переговоры вместо боевых действий, потому что в этом случае Хизбалла переводит дыхание и продолжает представлять из себя угрозу. Но пока можно сказать, что это не то, чтобы ситуация ни мира, ни войны, это постепенно расширяющиеся боевые действия с определенными ограничениями, которые стороны пока друг на друга накладывают.
Давид, вы во многом предвосхитили мой следующий вопрос. Я, честно говоря, хотел спросить, в чем смысл вести переговоры с Ливаном, если ливанское правительство фактически не контролирует никак и не может влиять на Хезболлу, которая фактически ставит перед ливанским правительством ультиматумы. Ну, вы, в принципе, на этот вопрос уже ответили. А следующий вопрос такой. Иран предложил США, не знаю, насколько эта информация достоверна в наш век, но, тем не менее, многие международные СМИ ее публикуют, отложить ядерные переговоры в обмен на открытие Ормузского пролива. Есть ли у вас информация, на самом деле, соответствует ли эта информация действительности? И если да, то насколько такая сделка вообще может соответствовать сегодня американским интересам? Я думаю, мы знаем, что это сообщение поступило недавно. Это, видимо, часть, я осторожно предположу, часть иранского предложения, переданного пакистанским посредникам, кстати, к которым у представителей иранских властей возникли претензии. Эти претензии были публично озвучены в духе, что пакистанцы наши друзья, но они не нейтральны. Я могу предположить, что здесь ничего нового нет, если это было. Если помните, когда американцы объявили блокаду иранских портов, в то же время же был момент, когда открыли иранцы Ормузский пролив, по крайней мере декларативно, об этом даже было заявлено в социальных сетях, после чего иранцы через сутки вернулись и снова его закрыли, поставив как раз своим условием снятия американской блокады американской портов. То есть, в принципе, иранцы были бы, на мой взгляд, на сегодняшний день, я осторожно предположу, были бы рады отложить тему ядерных переговоров в долгий ящик, но хотя бы, чтобы сейчас была снята блокада. Это болезненные меры. На мой взгляд, американцы ошибочно не прибегли к ним гораздо раньше, которые наносят каждую минуту новый экономический ущерб иранцам. Здесь нужно просто отметить пару важных моментов. Во-первых, недопущение экспорта иранской нефти и чего-то другого менее значимого из Ирана, это раз. Импорт, в частности топлива. Иран не полностью независим в плане производства собственного топлива, соответственно, недопущение бензина извне. Это тяжелая, серьезная проблема для Ирана, и не зря президент говорил о необходимости экономить электроэнергию. И третий момент – это необходимость что-то делать с резервуарами нефти, которые заполняются. В тот момент, когда они заполнятся, Иран станет перед выбором либо сливать ее, я не знаю, в свою дикую природу, либо прекращать добычу или уменьшать добычу, а это уже сулит сложности при возобновлении. То есть у Ирана не так много времени, если вообще у него есть время. Президент Трамп говорил о 3 днях недавно. Я не знаю, так ли это. Я слышал оценки на уровне узких специалистов, что-то вроде 10-15 дней в плане заполнения резервуаров. Так что предположу, что Ирану это важно, но американцы, по крайней мере, в ближайшие дни не демонстрируют желание торопиться. Очень интересный вопрос на $1 триллион. Готов ли Трамп играть в долгую, то есть в буквальном смысле дать несколько недель Ирану помариноваться в условиях блокады, тогда у него очень существенные козыри. Если у Трампа этого времени нет, а мы точно не знаем, есть или нет, на этот счет есть разные предположения, Трамп может задействовать военную силу. В любом случае пружина с точки зрения военной, она в буквальном смысле сжата. Небывалая за более чем 20 лет группировка на месте. Иран с точки зрения ПВО практически беззащитен, ракетный потенциал ограничен. Правда, существенная угроза – это удар по арабским странам. И, собственно, на мой взгляд, это важнейший момент, который ограничивает американцев во всем, что касается принятия решения. Но все готово с точки зрения военной, и потому нельзя исключать неожиданного удара в ближайшее время. Иранцы, что тут сказать, по поводу ядерной программы, как я могу предположить, у них вообще стратегический выбор как-нибудь дотянуть до конца каденции Трампа с тем, чтобы после этого к ним не было таких жестких требований. С другой стороны, до конца каденции Трампа, если останутся санкции, я уже даже не говорю о военных действиях и военных ударах Израиля и Соединенных Штатов, то с санкциями им будет очень непросто. Дилемма крайне сложная. А какова стратегия, позиция Израиля во всем этом?
Вы вот сейчас вкратце представили текущую ситуацию, где, насколько я понимаю, экономическое состояние Ирана, социально-экономическое состояние Ирана намного более в худшем состоянии, чем, собственно говоря, его военный потенциал, поскольку, насколько я понимаю, Иран сохраняет способность обороняться и пускать ракеты, да, в том числе в направлении Израиля. Но вот главный вопрос. Какая у Израиля стратегия в этом плане? И какая стратегия США предпочтительна и более соответствует израильским интересам? Ждать и, как вы говорите, помариновать противника или же нанести удар? И, насколько я понимаю, этот вариант тоже рассматривается, поскольку США продолжают накачивать регион залива оружием и личным составом. По поводу возможности Ирана обороняться, пару слов. Я бы сказал несколько иначе. У Ирана есть возможность огрызаться, но обороняться с точки зрения, это важный момент, защитить свои объекты, причем объекты инфраструктуры, и военные, иные, у Ирана нет практически никакой. У него есть более ограниченная, чем раньше, но все равно определенная способность наносить ущерб противнику. Конечно же, этим не стоит пренебрегать. Кстати, в отношении Израиля эта возможность, она актуальна менее всего. Ирану не удавалось нанести Израилю по-настоящему серьезный ущерб, хотя любая потеря для нас болезненна. У Израиля, естественно, интересы несколько отличаются от американских, это абсолютно неудивительно, но Израиль в данном случае, когда вступил в войну в тесном союзе со старшим партнером, Израиль внес очень большой вклад в эту войну, но, безусловно, здесь старшая роль принадлежит Соединенным Штатам, это нужно признавать. Соответственно, Израиль, как бы чего не хотел, с пониманием относится к любым американским подходам, максимум дают те или иные советы, иллюстрируют ситуацию тем или иным образом. В Израиле предпочли бы, насколько я знаю, большинство членов политического и военного руководства предпочли бы комбинацию экономической блокады и ударов как минимум по части ключевых инфраструктур Ирана с тем, чтобы и вывести из строя, с тем, чтобы и нанести очень существенный ущерб режиму, его экономическому потенциалу, и к тому, что и с тем, чтобы он стал более сговорчивым. То есть принцип здесь такой: нет ничего лучше, чем реальные действия, которые подтверждают, что ты готов далеко зайти. Да, в Израиле понимают, что это риски и дополнительные для мировой экономики, для арабских стран, но так как угроза экзистенциальная, к этому относятся более серьезно и, соответственно, понимают, что чтобы Иран пошел на попятный по принципиальному вопросу по ядерной программе, он не будет торопиться сдаваться, он, может быть, вообще не захочет сдаваться, но торопиться он точно не будет, пока ты не предъявишь ему все свои козыри и не докажешь, что ты не блефуешь. Израильское военное командование хотело от премьер-министра Нетаньяху еще в самом начале войны разрешение нанести удары по тем самым местам, которые я говорил, это в частности нефтеперерабатывающие заводы, электроэнергетика. Нетаньяху был и сам, мягко говоря, не против, но американцев это понимание не встретило, в итоге были приняты частичные решения. Так что желание есть, но, естественно, учитывается американский интерес. Я, однако, предположу, что если боевые действия возобновятся, то велика вероятность, что американцы пойдут на этот шаг, но не в духе заявлений Трампа «уничтожим за несколько часов всю энергетику Ирана», а в духе поэтапного подхода, с тем, чтобы иранцам было есть что терять, и чтобы они поняли, было что терять, и чтобы они поняли серьезность намерений Соединенных Штатов. Но это пока предположение. Еще один момент чисто военного характера, он касается Израиля и США. Важно минимальный эффект внезапности, если это в нынешней ситуации возможен. Сегодня ситуация, когда группировка США готова, когда нет четких дедлайнов, вот тогда переговоры. Сегодня, завтра есть такая возможность нанести удар, по сути, в любой момент, когда это представится выгодным с военной и политической точки зрения. Иран, кстати говоря, может тоже попытаться ударить первым, если почувствует, что блокада его слишком давит, и что это, как иранцы сами заявляют, военный акт военной агрессии. Правда, в этом случае иранцы, естественно, с политической точки зрения очень сильно проиграют, они предоставят множество карт своим противникам.
Давид, и последний вопрос. Я не очень большой знаток внутриизраильской политики, внутренних вопросов в Израиле, но в сети существует такая точка зрения, я встречал ее у многих экспертов и даже политиков, что для Биби Нетаньяху эта война – это вопрос личной политической выживаемости, и поэтому он будет саботировать любые мирные процессы лично, поскольку это касается его лично, тем более, что находится под каким-то там судебным процессом. Ваша точка зрения, насколько это соответствует реальности? Это не соответствует реальности, и более того, даже в Израиле не особенно популярна эта точка зрения, при том, что противников Нетаньяху, причем очень яростных, очень много. Нетаньяху последовательный сторонник жесткого отношения к Ирану уже многие десятки лет, в буквальном смысле. Причем это долгие годы не было и близко популярным подходом. Это для него реальная идея и восприятие угрозы, иранской угрозы, как очень и очень серьезной, как экзистенциальной. Мирные соглашения саботировать он не может по определению, потому что в итоге, если Трамп примет то или иное решение, Нетаньяху помешать ему не может. Плохое соглашение с Ираном по поводу того, что хорошо и плохо в Израиле, с точки зрения большого соглашения с Ираном, в Израиле есть консенсус, и поэтому более-менее широкий. И поэтому, если не будет что-то по-настоящему хорошее, того же Нетаньяху как раз оппозиция обвинит в том, в чем он даже особенно не виноват, в том, что американцы заключили некое соглашение. Для него это дело всей жизни. Борьба с иранской ядерной программой. Суд, безусловно, идет и так, и не имеет никакой связи с тем, что происходит. Максимум показания свидетельские в суде могут быть перенесены на несколько дней. Никакой суд не отменит решение в результате тех или иных действий в Иране. Это очень упрощенный подход, как правило, из-за границы, инициируемый теми, кто особенно израильскую политику не понимает. Есть у Нетаньяху разные политические интересы, но война с Ираном и, скажем так, устранение иранской угрозы для него это в буквальном смысле дело всей жизни. Благодарю вас, Давид. Спасибо, всего наилучшего. Մեր հյուրն էր, որը միացել էր մեզ տեսակապով Իսրայելից ռազմական փորձագետ Դավիթ Շարպը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, մեր հյուրն է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը։ Բարև ձեզ, Տիկին Վարդանյան։ Խոսելու ենք մեր ներքին քաղաքականությունից, եթե Հայաստանում այս պահին կա ներքին քաղաքականություն, իհարկե, հարցերը շատ են, կապված նաև այդ իմ կողմից նշված տխուր իրողության հետ, բայց այնուամենայնիվ ես այսօր փորձելու եմ, ինչպես եւ շատ դեպքերում, երբ ես խոսում եմ իշխանության ներկայացուցիչների հետ, պատգամավորների հետ, ուղղեմ ձեզ այն հարցերը, որոնք ինձ ուղղում են մարդիկ, փողոցում, նամակներում եւ այլն։ Հենց երևի մի 2 ժամ առաջ, փողոցում ինձ հարց տվեցին, ասացին լավ հերթական անգամ, բա վերջը ինչ ա լինելու, ասացի դե վերջը ձեզանից է կախված առաջին հերթին, թե դուք ինչպես եք ընտրություններին քվեարկելու, ասաց չէ, դա չեմ ասում, քվեարկելը հեչ։ Եթե այս հայտնի ուժերը, որպես իշխանությունն է ասում երագլուխները, որոնք ֆինանսավորվում են եւ Հայաստանում փող են բաժանում Ռուսաստանից եւ այլն, այդքան մեծ վտանգ են ներկայացնում, ինչու իշխանությունը չի արգելում, որ նրանք մասնակցեն ընտրություններին։ Հարցը այսպեսինն է։ Ես հիմա ուղղում եմ այդ հարցը ձեզ։ Եթե նրանք հանցագործներ են, հանցագործություններ են կատարել եւ շարունակում են կատարել, ինչպես մենք տեսնում ենք, ինչպես մենք լսում ենք իշխանության կողմից, ինչու են նրանք ընտրություններին մասնակցում։ Դե, այսպես ասեմ, գոյություն ունի ընտրական օրենսգիրք, որը հստակ սահմանում է, թե ով կարող է մասնակցել ընտրություններին։ Կաշառք բաժանողը կարող է մասնակցել։ Թե դա հաստատված չի։ Կոնկրետ կաշառք բաժանողի մասով գործեր են հարուցվում, մասնավորապես, այսինքն կոնկրետ դեպքի մասով գործեր են հարուցվում եւ այն մարդիկ, ովքեր կաշառք են բաժանում, բնականաբար իրենց մասով գործահարուցվում եւ տեսնում եք այդ բանով լրատվականով եւ համացանցով, այսինքն տարածվում են համապատասխան գործողությունները իրավապահների։ Հետևաբար մենք ըստ օրենքի, այսինքն շարժվում համակարգը ինչ պետք է անի, արգելել, եթե հիմք չունես դու օրենսդրությամբ արգելելու, կոնկրետ, եթե հիմքերը կա, արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, չգիտեմ, եթե այդպեսին կա հիմք, որ չգրանցի ուժին կամ եւ այլն, դա կարող է լինել պատճառ։ Արդեն գրանցել է, բայց եթե գրանցել է, ուրեմն ամեն ինչ համապատասխանել է նրան, որ ցուցակները կարող են, այսինքն որ ուժերը կարող են մասնակից լինել ընտրության։ Տիկին Վարդանյան, դուք կներեք մի բան էլ ասեմ, այստեղ, այսինքն մենք շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ օրենքի գերակայություն գոյություն ունի եւ այո, մենք ժողովրդավար երկիր ենք եւ կարծում եմ քաղաքացին է որոշողը, թե այդ ուժերին ցույց տալու արդյոք նրանք տեղ ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում, թե ոչ։ Հասկանալի է։ Այսպեսի մի պարադոքսալ հարց, իսկ միգուցե դուք մտավախություն ունեք, որ միայնակ եք լինելու խորհրդարանում, հաշվի առնելով, որ եթե ուժեղ Հայաստանը չի մասնակցում, իսկ ակնհայտ կերպով բոլոր հարցումները, որոնք մենք լսում ենք եւ տրամադրվածությունները խոսում են այն մասին, որ իրենք գոնե ընդդիմության ճամբարում ֆավորիտի կարգավիճակ ունեն, եւ դա ասում է հենց ընդդիմությունը, օրինակ Ռոբերտ Քոչարյանի տեսքով, իսկ օրինակ Քոչարյանի Հայաստան դաշինքի հեռանկարները շատ բավականին մշուշոտ են հաշվի առնելով, որ իրենք 8% պետք է հավաքեն։ Չունեք այդպեսի մտավախություն, որտեղ խորհրդարանում վերջ-վերջո 3 ուժ պարտադիր պետք է լինի, եթե ես չեմ սխալվում։ Մտավախություն որպես այդպեսին ոչ չունենք, չգիտեմ ձեր հարցի ենթատեքստը արդյոք նշանակում է, որ երբ դուք ասում եք գուցե դուք ունեք նման մտավախություն, հետեւաբար էլի նշանակում է, որ մենք ենք որոշում ով մասնակցի ընտրության, ով չէ, ես էլ ասում եմ օրենքն է որոշում, այսինքն դա մեր որոշելիքը չի, եւ իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի մշուշոտ բանին, ապագային, Քոչարյանի ուժի մշուշոտ ապագային, ապա ես այտենց շատ տարանջատի այդ ուժերը իրարից առանձնապես, հետեւաբար այո, գուցե Քոչարյանի առաջնորդած ուժը ավելի քիչ ձայն հավաքի քան նախորդ անգամեր, կարող է այդ ձայները, չգիտեմ, գնան ուրիշ թևի բան, բայց իրականում սրանք բոլոր այդ ուժերը նույն նպատակին ծառայող ուժեր են, հետեւաբար այդտեղ տարբերություն չկա։ Իրենք ուզում են ցույց տալ, համենայն դեպս մենք դա տեսնում ենք, ինչ որ արճակատում է գնում հանրապետականի, որ այսպես թե այնպես ես կարծում եմ ընտրություններին մասնակցում է,
եւ քոչարյանական ուժի միջև ինչ որ sense արճակատում է գնում, ինչ որ կեղտ են լցնում իրար վրա անընդհատ, սա իրականություն է, ըստ ձեզ, թե սա ինչ որ միգուցե մարտավարություն է եւ չի բացառվում, որ եթե իրենք ինչ որ հնարավորություն ունենան, կարող են նաեւ Գյումրի երկու սկզբունքով միանան ապակա խորհրդը։ Իրենք չեն թաքցրել, որ այսինքն մտածում են, որ կարող են հետագայում միավորվել, որովհետեւ եթե մենք տեսնենք, այսինքն այդ մասով պատասխանները շատ հեղեղուկ են, հիմնականում ավելի ենթադրելի է, որ հենց այդպես էլ պիտի լինի։ Ինչ վերաբերում է, ելի եմ ասում, այդ տարանջատմանը, եթե ուշադիր նայենք ցուցակներին, այսինքն այն ցուցակներով, որոնցով առաջադրվել են այդ ուժերը, ակնհայտ է դառնում, որ այդ ցուցակները ուղղակի անունները մի ցուցակից հիմա տեղափոխվել են մյուս ցուցակ եւ այստեղ շատ նաեւ կարեւոր է նկատել, որ Քոչարյանի հիմնականում Քոչարյանի ցուցակից մարդիկ, այսինքն իր ուժի ներքո գտնված մարդիկ հիմա հայտնվել են տարբեր այլ ուժերի ցուցակներում եւ սա առնվազն մտածելու տեղիք է տալիս, որ Քոչարյանը ինքը ուղղակի իր մարդկանց կարելի ասել բան արել, տեղավորել ամուսների ցուցակներում եւ այս ուժերը բոլորը արդյունքում միավորման բան ունեն հեռանկար ունեն, առնվազն իրենց մտքում սա ունեն։ Բայց դա տարօրինակ չի հաշվի առնելով, որ նույն Քոչարյանի ցուցակներում դաշնակցությունն է։ Թե դաշնակցությունն էլ է Քոչարյանի մարդիկ են։ Իսկ ով են։ Այսինքն ինքը իր մարդկանց, ինչպես դուք ասում եք, հա, ուղղորդում է, ուղարկում է գործուղման ուժեղ Հայաստան, իսկ դաշնակցությանը բերում է իր ցուցակ։ Հա, գործողներ, այնտեղ նաև դաշնակցականներ կան նաև հայտնված այլ ցուցակներում։ Նաև իր ցուցակից մարդիկ կան հայտնված։ Հանրապետականներ կան ուժեղ Հայաստանի ցուցակում։ Կան, հետևաբար էլի եմ ասում, այս նույն հումքն է, այսինքն մի կացայից դուրս եկած բաներ են, միավորներ են, որոնք հիմա տարբեր տեղեր տեղավորվել են եւ իրանց ամբողջ նպատակը ընդհանրապես ժողովրդի իշխանությունը տապալելն է։ Այնպես անել, որպեսզի ժողովուրդը այլևս ընտրելու իրավունք չունենա, եթե այսպես sense շատ գլոբալ ասեմ։ Իսկ ինչպես կարելի է դրան հասնել այդ գործողումների միջոցով, ինչ է դրանից փոխվում, ես դա եմ ուզում հասկանամ։ Ես կարծում եմ, այդ մարդիկ Քոչարյանի համար ինչ որ երաշխիքներ են ուրիշների ցուցակներում։ Իմ տպավորությամբ ինքը իր համար երաշխիքներ է ստեղծել ուրիշների ցուցակներ, որպեսզի հետագայում դա արդեն կերևա թե ինչի համար էին պետք այդ մարդիկ, ու եթե նկատենք այդ մարդիկ հենց առաջին, այսինքն տասնյակի մեջ են հիմնականում տեղավորված, այսինքն հավանական անցողիկ տեղերում են տեղավորված, թե ինչի երաշխիքներ են, ըստ իս այս ամենը արվում է, որպեսզի ելի եմ ասում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարելի ասել հանձնեն իրենց տերերին, նրանք դրանց անունը երաշխավոր են ասում, հա, բայց երաշխավոր չկա այստեղ Հայաստանի Հանրապետության պետականության, խաղաղության միակ երաշխիքը դա եւ երաշխավորը դա Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Եվ քանի որ արդեն հեղափոխությունից ի վեր ժողովուրդն է որոշումներ կայացնողը, թե ինչ կկատարվի Հայաստանի արտաքին, ներքին քաղաքականության հետ, այս ամենը բնականաբար ավելի մեծ խաղացողների, նկատում եմ ռեգիոնալ խաղացողների համար, սա ոչ ձեռնտու իրավիճակ է եւ հետեւաբար իր քաղաքական վարձկաններին ուղարկել է Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու ընտրություններին եւ հնարավորինս ժողովրդից իշխանությունը ստանալով այլևս երբեք չվերադարձնելու, այլ Հայաստանի Հանրապետությունը տանելու գաղութացման ճանապարհով, սրանից ավելի պարզ կարծում եմ անհնար է։ Այստեղ կա մեկ սկզբունքային հարց, այդ վարձկանները, ում դուք ասում եք իրենք ուղարկել են, եթե իրենց կամքով լիներ, իրենք կգային։ Ոմանք այո արդեն եկել էին եւ լավ տեղավորվել էին եւ տարիներ շարունակ եղել են իշխանություն։ Նորերի մասով այդքան վստահ չեմ կարող ասել, հիմա ես
Գիտեք, եթե եկել են, արդեն ինչ նախնդիրը, մենք մտածենք, որ կապիտալի շանտաժը այնքան ցանկությունը շարունակելու տնօրինել կամ տեղապահ լինել որոշ մասի կապիտալի այնքան մեծ ա եղել, որ պատրաստ է Հայաստանի Հանրապետությունում նման գործունեություն ծավալել, դա բացարձակ չի արդարացնում արարքը։ Եթե նույնիսկ ես արդարացման մասին չեմ խոսում, ես մոտիվացիան եմ ուզում հասկանամ։ Դե մոտիվացիան կարծում եմ էդ էլ է պարզ ակնհայտ։ Եթե ընդհանուր առմամբ եթե որևէ մեկը իր ամբողջ կապիտալով կախված է այլ պետությունից, խնդրում եմ ինձ ասեք, որն է մոտիվացիան այդ մարդու գալ եւ Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես առաջադրվել կամ ուզենալ առնվազն մասնակցել քաղաքական process-ների։ Իսկ ընդհանրապես սա երևի ամենակարևոր հարցն է, գոնե մանավանդ գոնե ինձ համար, ընդհանրապես մարդը, ով այսպես թե այնպես ֆինանսական, քաղաքական աֆիլիացիա ունի Ռուսաստանի հետ, ինքը կարող է լինել ինքնիշխան Հայաստանի կողմնակից շրջատակով, ընդհանրապես ապրիորի դա հնարավոր բան է։ Դե հիմա հնարավոր բան է, ես կարծում եմ, որ ոչ, որովհետև եթե մարդը արդեն իսկ կախվածություն ունի, դա մի նախադասություն է, որը մենք ասացինք, հետևաբար դրանից հետո հարց տալ, որ կարող է արդյոք անկախ լինել կամ ինքնիշխան պետության կողմնակից լինել, կարծում եմ ի վիճակի չէ առնվազն։ Ոչ թե նույնիսկ ցանկությունը մի կողմ եթե դնեմ, ի վիճակի չէ։ Տեսեք, Տիկին Վարդանյան, դուք ասում եք, որ նրանց նպատակը հանձնել Հայաստանի Հանրապետությունը իրենց տերերին, հա, այդ գործողված մարդկանց։ Այդ գործողված մարդիկ, ես դա տարբեր տեղերում եմ լսել, տարբեր մակարդակներում, անընդհատ բողոքում էին, որ իրենք անտեր են։ Այ որ Եվրամիությունը, Եվրոպան, հա, տիրություն է անում, հիմա սա իրենց բարապաշարն է, գործող իշխանությանը, այսինքն ձեզ, իսկ այլ իրենց անտեր են թողել եւ որևէ լուրջ աջակցություն չկա Մոսկվայից։ Եվ կա կարծիք, որ Պուտինի այդ բավականին հետաքրքիր հայտարարությունները, որը նա վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Կրեմլում բավականին բաց կերպով արել է եւ դա շատ հետաքրքիր է եւ տարօրինակ է։ Հենց այդ մեսեջներ, որը ուղղված էր այդ մարդկանց, որ դուք անտեր չեք, դուք տեր ունեք, մենք ձեռքը պահում ենք երակի վրա, պուլսի վրա եւ շարունակում ենք հետեւել դիադարձություններին եւ ձեզ կօգնենք։ Դուք ինչ եք կարծում։ Դե ակնհայտ էր, որ ի աջակցություն, այսինքն ակնհայտ որն է բառացիորեն ասվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից, որ հնարավորություն տրվի ռուսական անձնագրով այդ թվում մարդկանց քաղաքական process-ներին մասնակցելու, դրանից ավելի չեմ պատկերացնում ինչ պետք է արվել։ Բոլորովին վերջերս կապված Եղեռնի օրվա հետ ցեղասպանության ապրիլի 24-ին Պուտինը հայտարարություն է տարածել, ես չեմ հիշում եթե վերջի անգամ այդպեսի հայտարարություն երբ է արել, կապված այդ օրվա հետ ճանաչել հերթական անգամ, եթե այդպես կարելի ասել, ճանաչել է ցեղասպանություն, հիշատակել 95 թվականի Պետդումայի որոշումը եւ դա ակտիվ տարածվում է սոցցանցերում համապատասխան ուժերի կողմից եւ ես հետեւում եմ ոչ թե նրան թե ովքեր են դա տարածում, այլ ինչ են մարդիկ տակը գրում։ Եվ ես տեսնում եմ, որ շատերը գրում են, որ շատ լավ է, մենք պետք է Պուտինի նման նախագահ, հայեր են գրողները, այդ թվում նաեւ Հայաստանում ապրող, սա իշխանություն չի, մենք պետք է ամուր ձեռք, Պուտինը եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա օրինակ ինձ մոտ բավականին լուրջ տագնապ է հարուցում, որտեղ այդ բոլոր մարդիկ ապրում են մեր երկրում, մեր հասարակության մի մասը եւ նրանք գնալու են ընտրությունների։ Հարցս հետեւյալն է. ըստ ձեզ, ինչով է պայմանավորված, որ մենք Հայաստանում ունենք քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք 20, 21, 22 եւ ամենակարևորը 23 թվականից հետո Ռուսաստանի դերակատարումը հաշվի առնելով այդ բոլոր իրադարձություններում շարունակում են վստահել Պուտինին, հավատալ Պուտինին եւ առանձին դեպքերում նաեւ աղոթել Պուտինի համար։ Դա նշանակում է, որ մեր որտեղ ենք թերացել։ Թե չենք թերացել։ Ես կարծում եմ դա պետք չի հատվածական նայել եւ դրվագային, այսինքն նկատի ունեմ, եթե այսպես պատմության տեսանկյունից նայենք եւ մենք ուղղակի վերցնենք 20 թվականը եւ դրանից հետո
նույնիսկ դրանից առաջ կարող ենք վերցնել, ես վստահ եմ, որ կտեսնեք, որ տրամադրությունները էականորեն փոխվել են 20 թվականից հետո, այսինքն այն որոնք գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում, բայց սա կոնցեպտուալ տարբեր մտածելակերպի, այսինքն քաղաքացիներ են, ովքեր չեն ուզում անկախ պետություն ունենալ, որովհետև եթե ես պետք է նայեմ որևէ պետության էական չի, դա Ռուսաստանի Դաշնությունն է, Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, էական չի, որ պետությանը, գերտերությանը նայեմ եւ մտածեմ, որ այ իրա նման նախագահ ուզում ես պետք չի ինչ որ մի բան իմը այն ինչ որ իմն է, այն որտեղ ես եմ որոշում կայացնում, այսինքն դու ուզում ես որպեսզի քո տեղը որոշում կայացնող լինի եւ այո դու տեր ես փնտրում ընդհանուր առմամբ, բայց պետք է ի ուրախություն ինձ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2018 թվականի ոչ բռնի Թավշյա ժողովրդական հեղափոխության ժամանակ հենց հաստատեց իր որոշում կայացնելու իրավունքը, այսինքն ինքը վերադարձրեց իրեն իր որոշում կայացնելու իրավունքը եւ իշխանությունը։ Եվ այն ամեն իրադարձությունը, որոնք տեղի ունեցել 2018-ից հետո առ այսօր տեղի ունենում, այդ ամեն ինչը դրա ոնց ասեմ, ուղիղ կապ ունի դրա հետ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է որոշումներ կայացնում իր համար։ Եվ հիմա էլ երբ մենք նայենք այսպես կոչված եռագլուխ, ասեմ, թե ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտին, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին առաջի թիրախը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, բուլինգի են ենթարկում, դա լինի արվեստագետ, ով որ ելույթ է ունեցել քաղաքացիորվան նվիրված, իսկ քաղաքացիորը դա բոլորիս օրն է, անկախ նրանից դու դիմություն ես, ինչ քաղաքական հայացքների տեր ունես, հա, քաղաքացիորը դա իմ իրավունքների, իմ ազատությունների մասին օր է, եւ բուլինգի են ենթարկում, դա լինի տնտեսվարող, որը որոշել է այդ օրը իր տնտեսական գործունեությունը ծավալել, քաղաքացի, ով որոշել է ներկա գտնվել, եւ սրանով փորձում են մարդու որոշում կայացնելու նախ ճնշել որոշում կայացնելու իրավունքի հետ կապված իր դիրքորոշումը, ավելին ասեմ, փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն լրացնել։ Եվ դա անում են հստակ բուլինգա տեղի ունենում, երբ ասում են, որ դու, եթե հա, այս դուք եկել եք մասնակցելու, դուք ավելին ասեմ, գիտեք ինչ են անում, բոլոր են մարդիկ, ովքեր եկել են մասնակցելու, կոչում են կամ եթե իրենց դուրս չի գալի, ասենք պրոիշխանական բան հնչեց, ընդհանրեն քաղաքացու կողմից, հա, կարծիք հնչեց։ Այդ քաղաքացուն անվանում են նիկոլական, ասում են Չէ, եկեք իրերը անվանենք իրան, անվանում են թուրք կամ ասում են նիկոլականը այսպես պատասխանեց, իսկ եթե հանկարծ հակա իշխանական որևէ կարծիք է հնչել կամ որևէ գործողություն է տեղի ունեցել, ասում են Հայաստանի Հանրապետության քաղաքացին արեց այս բանը, այդ ոնց կարող է այդպիսի տարանջատում տեղի ունենալ։ Եվ ես ուրախ եմ, որ ի դժբախտություն, այսպես ասած, այդ ուժերի Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ընկրկում իր կարծիքը հայտնել։ Եվ մենք պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իմանա, որ անկախ նրանից որն է իր կարծիքը, ինքը ունի իր որոշում կայացնելու իրավունքը եւ մենք պետք է ամեն կերպ պաշտպանենք այն։ Տեսեք, կապված քաղաքացիորվա հետ Տիկին Վարդանյան, ես Facebook-ում մի մեծ ստատուս գրեցի, գրել էի, որ հասկանում ենք ամեն ինչ, ցեղասպանության օրը դա հիշատակի օր է, հա, մեր նահատակների հիշատակի օրը եւ այն ապրիլի 24-ին է, ապրիլի 25-ին արդեն հիշատակի օր չէ, սուկ չէ։ Ինձ ասում են լավ, էլի սուկ չի, բայց չէի կարող մի շաբաթ հետո անեին։ Ինչի հենց արեցին, ես ում այդ մարդկանց դուք պատասխանեք։ Ինչի հենց ապրիլի 25-ին արեցիք, իսկ մյուս տարի ապրիլի 24-ին են գնում։ Ինչ պիտի անեք այդ վերջի շաբաթը։ Ապրիլի 24-ին եք անելու։ Այդ մարդկանց պատասխանեք, թող հասկանան։ Քաղաքացիորը ինքը օրենքով ամրագրված շարժական տոն է ինքը։ Այո։ Եվ ապրիլի վերջին կիրակի օրն է տեղի ունենում, հա։ Եվ եթե համընկնում է այդ տարի ապրիլի 24-ի հետ, ապա տեղափոխվում է այն, չի կարող համընկնել ապրիլի 24-ի հետ։ Եվ այս ամեն ինչը օրենքով է ամրագրված։ Եվ քանի որ այս տարի չի համընկել ապրիլի 24-ի հետ, տեղի ունեցել այն օրը, երբ մեր ապրիլի վերջի կիրակին էր, այն է 25 ապրիլի։ Եվ ինչն է այստեղ խնդիրը, ես ապրիլին ասեմ, ես կարծում եմ սա նույնպես սա էլ այդ բուլինգի ձևերից մեկն է։ Իսկ ինչ անել, որպեսզի մարդկանց
ճնշել, ցույց տալ, որ դու ինչ-որ մի բան սխալ ես անում, եթե դու ու ասեմ, այս տոնը եթե չլիներ մեր իշխանության օրոք ընդունված տոն, իսկ այս տոնը կարծում եմ բանը այդ մեր այսպես ասած երագլուխ բանի ընդդիմության վատագույն օրերից մեկն է, որովհետև դա քաղաքացու մասին է եւ քաղաքացու իրավունքների մասին է եւ այո, իրենք այս տոնի հետ օրգանական հակասության մեջ են։ Տեսեք, Տիկին Վարդանյան, նաև այսպեսի հարց կա, դուք եք նշում, որ բուլինգի է ենթարկվում քաղաքացին, ոչ միայն բուլինգի է ենթարկվում, այլ կան ակնհայտ կեղծիքներ, այսինքն տարածում ինչ-որ ֆոտոշոպով նկարներ, հայտնի մարդկանց անուններով, մասնակից դուք էլ գիտեք, ես չեմ ուզում հերթական անգամ անունը հոլովեմ, կեղծ ինչ-որ նկարներ են տարածում, որոնք իրականում անցյալ տարի են եղել, տեղի ունեցել այդ դեպքերը, այսինքն այդ ամեն ինչը նաև որքանով ես հասկանում եմ, օրենք է չէ խախտվում։ Այդ պատժիչ գործողությունները օրենքի սահմաններում որտեղ են, միգուցե այդ մարդկանց պետք է վերջապես պատժել, որ հետո ես մի բան եմ նկատել, անձամբ եմ արդեն այդ ամենի հետ առնչվել, մարդիկ ովքեր հանրային տիրույթում են, առաջի զոհն են դառնում թիրախը, եւ այդ մարդկանց անվան հետ սկսում են խաղալ։ Այսինքն կեղծ մեղադրանքներ են առաջարկում, ինչ որ սորոսական, գրանտակեր, չգիտեմ, փորձում են քեզ չեմ հայերեն դա ինչպես է դեզավացիայի ենթարկել, այսինքն անել այնպես, որ դու քո հանրային վստահությունը կորցնես, եւ դա անում են այն մարդկանց նկատմամբ առաջին հերթին, որոնք այդ վստահությունը ունեն։ Եվ սա ուղղորդված է, եւ ես վստահ եմ, որ այդ մարդկանց դրա համար վճարում են։ Լավ, այս ամենը ինչ որ իրավական կարգավորում չունի, այդ մարդկանց չի կարելի հրավիրել կարգ ու կանոնի, ոչ պետություն ենք, չէ իրավական։ Դե օրենքի շրջանակում այն ինչ հնարավոր է իրավապահները անում են եւ արձագանքում են, այն մնացածը, այսինքն ես կիսում եմ ձեր կարծիքը առ այն, որ սա ուղղորդված է եւ սա վստահության ընդհանուր առմամբ, այսպես ասեմ, եթե բան անեմ, սենց ընդհանրացնեմ եւ մի քիչ ավելի բան պատկերից նայենք, ապա այո, բուլինգի ենթարկվում է քաղաքացին, թիրախում է վստահությունը, իսկ պետք է անվստահության մթնոլորտ ստեղծել եւ ամենակարևորը խժռել լավատեսությունը։ Այսինքն ապագայի նկատմամբ ներկան հնարավորինս բան անել, աղճատել եւ իր բացասական մասով աղճատել, այսինքն ցույց տալ, որ ներկան շատ վատն է եւ ապագայի նկատմամբ այդ անվստահությունը եւ բանը սերմանել եւ լավատեսությունն է խժռել, բայց մենք Եվ ես կարծում եմ, սա նաև այդ հիբրիդային սպառնալիքների մասը կազմում թիրախավորված, այսինքն ստրատեգիա է, որը հստակ իրականացվում է, այդ թվում վճարովի, Facebook-յան օգտատերերի միջոցով եւ ոչ միայն նաև որոշ հանրային մարդկանց, չգիտեմ, բլոգերներ կլինեն, ինչ որ մարդկանց վճարելու միջոցով, որպեսզի այս մարդիկ հնարավորինս այսինքն տարածեն եւ այդ անվստահության մթնոլորտը տարածեն եւ լավատեսությունը խժռող հնարավորինս թեզեր բանանեն, բայց ես ուզում եմ նաև ասել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին առնչվում է իրականության հետ ամենօրյա եւ այն որ այս պահին Հայաստանի Հանրապետությունը իր կարելի ասել վերջին ժամանակաշրջանի լավագույն տարիներն ապրում, թե խաղաղության իմաստով, թե բարեկեցության իմաստով, սա հնարավոր չի ստվերել, ուղղակի պետքա զգոն լինել, շարունակել խոսել քաղաքացիների հետ եւ առնվազն ակնկալել, որ քաղաքացին տեր կկանգնի խաղաղությանը։ Ձեր կարծիքով երևի թե վերջին հարցը կապված մթնոլորտի հետ, այդ աուդիո ձայնագրությունները, որոնք հրապարակվում են այսօր, էլ հերթական ձայնագրությունը հրապարակվել, դուք գիտեք, ինչպիսի տպավորություն են թողնում մարդկանց վրա, ինչպիսի մթնոլորտ են ստեղծում, հաշվի առնելով այն բոլորը, ինչի մասին մենք արդեն խոսեցինք մեր զրույցի ժամանակ։ Ես չեմ կարծում դա որևէ քաղաքացու մոտ, այսինքն դրական բան ստանա, արձագանք ստանա կամ առնվազն մտածի, որ այդ խոսակցությունների նույնիսկ տոնայնությունը, ես էլ բառնակցության մասին չեմ խոսում, տոնայնությունը, բառապաշարը, որպեսզի մարդիկ հասկանան ում հետ գործ ունենք, ովքեր են այդ սպասարկուները, ինչի համար են աշխատում, իրենց բարոյահոգեբանական կերպարը։
Կարևոր է։ Առնվազն հասկանալ, որ մենք գործ ունենք ավտորիտար մտածելակերպով քաղաքական ուժի հետ, առնվազն ու այլ բան, որ նաև այսինքն հանցավոր բաների է գնում, հա, հանցագործության է կոնկրետ գնում, մարդը երբ գնում է կաշառք առաջարկում եւ նաեւ այդ կամահրական, արհամարական վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ, որ ժողովրդին հնարավոր է գնել առնվազն շահագրգռել գումարով, գնել ժողովուրդը որպես գլխականակ է իրենց համար եւ ընդամենը միջոց, որով իրանք պետք է զավթեն ժողովրդի իշխանությունը հենց ժողովրդից։ Հետեւաբար ես կարծում եմ իրավապահները պետք է խստագույնս հետևեն այս ամեն ինչին եւ պիտի իրավական գնահատական ստանան բոլոր այն մարդիկ, ովքեր կաշառք են տվել, պետք է նաև նշեմ, որ կաշառք վերցնելը նույնպես պատժվում, այսինքն չի կարելի մասնակցել սենց պրոցեսների, մարդիկ պիտի իմանան, որ սա օրենքի խախտում է, առնվազն, սա այն ծայրահեղ դեպքում։ Մյուս մասով ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր խոսում ենք արժանապատվությունից, չէ, դա իրենց սիրած թեզն է, որ արժանապատվություն, առաջինը արժանապատվությունը դա իմ ձայնի իրավունքն է, իմ որոշում կայացնելու իրավունքն է, որը չի կարող վաճառվել։ Շատ շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, ձեզ հետ էին մանրամասները, կհանդիպենք։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։